Վենեսուելայի նախագահի Մադուրոյի օրերը հաշված են։ Այս մասին գրում է չեխական Novinky.cz կայքը մեջ բերելով Սպիտակ տան ղեկավարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, աշխարհի համար մեկ ահաբեկիչ է, դա քո երկիրն է։ Դու քո քիթը խոթում ես ամենուր։ Ամենաշատ ռազմաբազաներն աշխարհում դու ունես։ Ընդ որում հասկանալի է, թե ինչի համար ես քո քիթը խոթում Վենեսուելա եւ թե իբրև թե բերում է ժողովրդավարություն։ Չգիտեմ ինչու քո վրա վերցրել ես ժողովրդավարության երկրի մայր տիտղոսը եւ ամենտեղ բերում ես պատերազմներ։ Ընդ որում նավթային պաշարներից աշխարհում առաջին տեղը գրավում է Վենեսուելան, այնուհետև Սաուդյան Արաբիան, Կանադան, Իրանը եւ Իրաքը։ Իհարկե Սաուդյան Արաբիան վաղուց է պայմանագրով ստորագրված դարձել ուրեմն արևմուտքի ստրուկը։ Եթե Ամերիկան թելադրում է Սաուդյան Արաբիային ինչպես պետք է վաճառել, որքան վաճառել, ինչքան զենք իրենից գնել, ապա խելոք սուսուփուս անում են։ Եվ մենք տեսնում ենք, թե Գազայի ցեղասպանության ժամանակ ինչպես է Սաուդյան Արաբիան չեզոք դիր գրավում։ Էլ չասեմ, որ նաև մասնակից է եղել Եմենի ուրեմն եւ պատերազմին եւ այլուր։ Ինչ վերաբերում է Իրաքին, մենք գիտենք թե ինչ տեղի ունեցավ Իրաքում։ Նույնը ուզում են անել Իրանում եւ բնականաբար սրանք չեն լռելու, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա սիոնիստների ստրուկն է։ Եվ CIA-ը եւ ամբողջ այնտեղ Մոսադը աշխատում են հանուն Իսրայելի, որտեղ դրանք իսրայելական կազմակերպություն են։ Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ իրավունքով ես դու քո քիթը խոթում միտեղ եւ ասում, թե դու իբրև դեմոկրատիա պիտի բերես, երբ որ նույն ավելի վատ ուրեմն պայմաններում հակաժողովրդավարական պայմաններում է գտնվում Ադրբեջան կոչվածը Ալիևը։ Այդ ինչպես է նրան ծափ ես տալիս բերում ես քո ворջ եւ ահա որոշել ես որպեսզի դու դեմ դուրս գաս Մադուրոյին։ Ինչ է դուք դրանք չեք տեսնում, ոչ, որովհետեւ ձեզ պետք է միայն նավթային ուրեմն շուկան գրավել եւ ամբողջ աշխարհը ձեզանով անել։ Խորհուրդ կտամ նրանց, ովքեր որ դիտում են, եւս մեկ անգամ կարդալ Մեծն լեռ կամ Սարի համաշխարհային բժիշկ կարդ հոդվածը ֆելետոնը։ Շատ པարզ նկարագրում է մեր Մեծն գրողը, որ Մոնրոյի կերպար հագած այս քնաթաթախ մեկ էլ անկողնուց դուրս եկած այս համաշխարհային պոռնիկը, ինչպես է օվկիանոսը անցնելով վազում այստեղ եւ այնտեղ, երբ որ գտնվում են նավթի հանքեր։ Ցավոք սրտի աշխարհը մի տեսակ լուռ է, որովհետև ամբողջ արևմուտքը, հատկապես արևմուտքը, նրանք հրեաների ստրուկներն են, իսկ մասնավորապես Ամերիկան, որտեղ որ ղեկավարում է հրեական AIPAC կազմակերպությունը։